Նախ, այն ինչ տեղի ունենում մեր շրջապատում, Ստամբուլ, Սիրիա, Իսրայել, որը առանձնացնենք որպես կարևորագույն մեզ համար։ Շնորհակալ եմ, իմ կարծիքով բոլորը մեկը մյուսին փոխկապակցված է, այսինքն առանձնացնել որևէ մեկը ըստ էության ամբողջական շղթայից տրամաբանությունը ճիշտ չենք հասկանա։ Եվ մենք փաստացի ականատես ենք լինում նոր միջազգային կարգի գծագրության, եթե կարելի այդպես ասել, որոնք մի քանի կենտրոններում են տեղի ունենում, բայց իհարկե հիմնական աշխարհակահաղական եւ տարածաշրջանային դերակատարների ներգրավացով։ Իհարկե այստեղ ներգրաված է Միացյալ Նահանգները, ներգրաված է Ռուսաստանի Դաշնությունը, ներգրաված են Մերձավոր Արևելքում եւ ինչու ոչ նաեւ աշխարհում բավականաչափ վերջին շրջանում հատկապես ազդեցություն ունեցող պետություններ, անգամ կատար գաճաճ պետությունը ավարտվում է փոքրիկ պետություն է, բայց բավականաչափ մեծ, օրինակ միջնորդական առումով գործունեություն դերակատարում է կատարում տարբեր կոնֆլիկտների հաղթահարման գործում։ Այնտեղ որպես միջնորդ Թուրքիան էլ է ակտիվացել, իհարկե Թրամփի օգնությամբ։ Թուրքիա, նաև Ռուսաստանը, ինչու՞ չէ, Ռուսաստանը նշեց, որ բանակցությունները կարող են շարունակվել Ստամբուլում։ Դե բանակցությունները մինչև վերջին պահը ես սպասում եմ, դեռ սկսված չէ, անընդհատ հետաձգվում է։ Դրված է բանակցություններ լինել չլինելու հարցը, թե ինչպիսի բանակցություններ լինելու այս։ Դե այստեղ կարծես թե բառախաղի վրա գնաց ընդհանուր process-ը, Պուտինն առաջարկեց վերսկսել բանակցությունները Ստամբուլում, հետո դրա վրա Զելենսկին բարձրացրեց այդ նշաձողը, առաջարկելով Զելենսկին գնացել է Պուտինը։ Այո, դե պարզ է, որ Պուտինը չէր գնալու։ Այսինքն Ռուսաստանի առաջարկը նախկին ձևաչափում 2022 թվականից ընդհատված բանակցությունների վերսկսումն էր։ Իհարկե, ել եմ ասում, բառախաղի վրա կարծես թե ուկրաինական կողմը փորձեց քաղաքական նշաձող բարձրացնել, որը բնականաբար չէր կարող տեղ ունենալ։ Դա իր հերթին։ Ինչ է ստանում Թուրքիան այստեղ։ Առաջին հերթին բնականաբար միջազգային հեղինակություն, որտեղ կոնկրետ այս հակամարտության դեպքում եւս ի սկզբանե Թուրքիան դիրքավորվելով կենտրոնում փորձում էր որպես միջնորդ հանդես գալ, նախ դրանով փորձելով շահել թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, եթե քշեք անգամ Ռուսաստանի պատժամիջոցներին չմիանալով իր այդ հեղինակությունն էր փորձում բարձրացնել դեռևս պատերազմի մեկնարկից։ Եվ դա Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու։ Այն ժամանակ այո։ Իսկ հիմա եւս, որտեղ Վաշինգտոնի քաղաքականությունը հիմա փոխվել է։ Հիմա Վաշինգտոնին պետք է որպեսզի արագ կայունացում լինի եւ նաեւ կարգավորում, իսկ այս դեպքում ցանկացած դերակատար, որը որևէ աջակցություն կունենա այս process-ում, գործընկեր է, պոտենցիալ գործընկեր է։ Ընդորում ոչ միայն ռուս-ուկրաինական։ Այսինքն Սիրիայում դոմինանտը Վաշինգտոնի համար կդառնա Թուրքիան։ Ոչ միայն։ Օրինակ տեսեք, հանդիպումը Նահանգների եւ Սիրիայի առաջնորդի տեղ ունեցավ Սաուդյան Արաբիան։ Ճիշտ է, Էրդողանը եւս առցանց միացավ հանդիպմանը, բայց այստեղ արաբական երկրների դերը շատ է կարևոր, հատկապես Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքական։ Մի քանի ամիս առաջ ամերիկացիները Սիրիայի ժամանակավոր նախագահին ահաբեկ չէին համարում։ Այո, փոխվում է իրավիճակը, աշխարհը շատ արագ փոխվում է։ Հենց այստեղ է որ նշում եմ, որ չի կարելի այդ ձեր նշած իրադարձություններից ինչ որ մեկը առանձնացնել, բոլորը մեկ ամբողջական շղթայի կարևոր բաղադրիչ, այնքան մեր տարածաշրջանը եւ մեր կոնֆլիկտը եւս այդ շղթայի մաս է։ Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից, կհաստատվեն թուրքական, հա։ Ես կարծում եմ ոչ, մեկը մյուսով չի փոխարինվելու։ Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ փորձ է արվում Մերձավոր Արևելքում, նաեւ Սիրիայում անվտանգային միջավայրը լիովին փոխել։ Այսինքն, եթե նկատեցիք, անգամ Դոնալդ Թրամփը Սիրիայի առաջնորդի հանդիպման ժամանակ առաջարկեց, որպեսզի Սիրիան եւս միանա Աբրահամյան համաձայնագրին։ Իսկ դա նշանակում է, որ ասենք Իսրայելից փոխող սպառնալիքը կարող է վերանալ, եթե այդ գործարքը տեղ ունենա։ Ինչ վերաբերում է ուրեմն Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը, հա, այստեղ ինչի համար պետք է տեղակայվեն հակահաբեկչական պայքարի։
Եթե քրդական խնդիրը լուծում է, իսկ նկատում եմ, որ այդ հարցում կա առաջընթաց։ ԿԲԿ-ն հայտարարեց ինքնալուծարման մասին եւ այս գիծը անակնկալ է այդ որոշումը։ Եվ ում համարել է։ Չեմ կարծում, ներկա աշխարհի իրողությունների համապատկերում է։ Այսինքն քրդական գործոնը այլևս այն դերը չունի, այն ազդեցությունը չունի։ Այն ժամանակ, երբ որ ստեղծում էր թուրքական պետությունը բավականաչափ թույլ էր, խոցելի էր, աշխարհում իրավիճակը այլ էր, քրդերն ունեն հստակ դաշնակիցներ։ Հիմա այդ ամենը չկա։ Մենք ունենք բավականաչափ ուժեղ Վաշինգտոնը պլանավորում էր քրդական պետություն ստեղծել։ Այո, Իսրայելի աջակցությամբ փորձում էին ինչ որ հակակշռներ ստեղծել թե Թուրքիային, թե Իրանին, բայց տեսնում ենք, որ իրավիճակը փոխվել է։ Այսինքն քրդական գործոնները ոգևորել դա, թե չէ։ Դե, հա, եթե հիշում եք, որոշակի ոգևորվածություն կար, որ մեր այսպես կոչված թշնամու տարածքում նոր պետություն կարող է ձևավորել, առանց իհարկե խորանալու, որ այդ ձևավորվելիք պետության մի զգալի տարածք պատմական Հայաստանի տարածքներ լինելու։ Այնպես որ այստեղ եթե ամփոփելով նշեմ, եթե Թուրքիայում հաջողում է process-ը ինքնաբերաբար նաև շարունակվել է Սիրիայի տարածքում, այստեղ քրդական գործոնը փաստացի դուրս է գալիս արդեն որպես սպառնալիք, մնում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ։ Դուրս է գալիս որպես սպառնալիք Թուրքիայում, իսկ Բաքվին ինչն է ոգևորել։ Նաև Սիրիա։ Բաքվին ինչն է ոգևորել այստեղ։ Այստեղ շատ կարևոր է Բաքվի, շատ լավ հարց եք տալիս։ Քրդական ցագման վրա նստած էլիտան։ Այստեղ Բաքվի համար այլ հնարավորություններ են բացվում, այսինքն ակտիվորեն ներգրավելով Սիրիայում Ադրբեջանը փորձում մի քանի խնդիր լուծել։ Նախ հերթական հարցի խնդրի շուրջ իր աջակցությունն է ցուցաբերում Անկարային, որով էլի Միքայելով մեծացնում է Անկարայի կախվածությունը, եթե կարելի այդպես ասել, ուրեմն Ադրբեջանից, այսինքն նման աջակցություն ցուցաբերելով մեկ աստիճան եւս փորձում է սահմանափակել Անկարայի հակաադրբեջանական կամ Անկարայի այնպիսի գործողություններ, որոնք կարող են չհամապատասխանել Ադրբեջանի շահերին։ Իսկ այս դեպքում բնականաբար թիրախը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եվս երկու բան կարող եմ ասել՝ միջազգային հեղինակություն, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել իր կշիռը ընդհանուր տարածաշրջանային տերության դերակատարության հասնելու եւ նաեւ իհարկե Իսրայելի հետ։ Եկեք, ես դա էի հիմա ուզում ասել։ Իսրայելի հետ հարաբերությունների հաշվին։ Ոչ, հակառակը։ Իսրայելի հետ հարաբերությունները բովանդակային առումով ավելի խորացնելու, որտեղ եթե Ադրբեջանը իր ներգրավվածությունն է ապահովում Սիրիայում, ապա Ադրբեջանը դառնում է կայունացնող գործոն եւ նաեւ իհարկե միջնորդ դերակատար Թուրքիայի եւ Իսրայելի միջև հնարավոր ուրեմն հակասությունների եւ անգամ հակամարտության պարագայում։ Բայց կարծում եմ, ել եմ ասում, այն տարածաշրջանային կարգը, որ գծվում է, դեռևս ինչ որ ստատիկ պատկերացումների հնարավորություն չի տալիս։ Օրինակ, եթե Իսրայելի եւ Սիրիայի միջև այնուամենայնիվ այդ համաձայնությունը լինում է, սա էականորեն փոխում է պատկերը։ Տեսնենք թե արդյոք Միացյալ Նահանգներին կհաջողվի գործընթացն առաջ մղել թե ոչ։ Պակիստանին այն եզակի երկրներից աջակցողներից մեկը Ադրբեջանն էր։ Իսկ Հնդկաստանին Իսրայելը հենց առաջին օրը։ Այո։ Բայց ենթադրվում էր, որ Ադրբեջանը եւ Իսրայելը նույն վարկագիծը պետք է ունենան։ Տեսեք, այնքան էլ այդպես չէ։ Եվ այդ աջակցությունն էլ ընդհանրապես այս բան կառուցական մակարդակում է։ Ես ել եմ լսել նման վերլուծություններ, բովանդակային առումով սա խնդիր չէր առաջացնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ, չնայած նրանք ուրեմն հակամարտության տարբեր կողմերում էին։ Այստեղ ընդհանրապես շատ կարճատև հակամարտության ընթացքում ինչ որ քարոզչական գործողություն իրականացնելու հնարավորություններ կան, որոնք երկու կողմեր իրականացնում, բայց կրկնում եմ, անգամ բավականաչափ օրինակներ Պաղեստինյան հիմնախնդրի վերջին սրացումների մասով էլ Ադրբեջանը հաճախ արել է հայտարարություններ, որ բխել է իսլամական աշխարհի շահերից, բայց գետնի վրա արել է գործողություններ, որոնք համապատասխանել են Իսրայելի շահերին։ Բայց որ եկեք քարոզչությունն ու բովանդակությունը չտարբերենք հատկապես այնպիսի կարևոր դերակատարների եւ այնպիսի փոխկապացող շահեր ունեցող խաղացողների համար դեպքում, ինչպես են Իսրայելն ու Ադրբեջանը։